Եթե այս փամփուշտն էլ չաշխատի։ Ես ասեմ հետևյալը։ Կարծում եմ գոնե այս վերջին ամսվա ընթացքում շատ ուշադիր եք եղել բոլոր հայտարարություններին եւ հայտարարություններից մեկը վերաբերում էր նրան, որ նախորդ բոլոր շարժումները իրենք են համակարգել։ Այսինքն մենք էլ տենց կողքից բան ենք եղել, էլի, հարսանքավոր ենք եղել, իրանք քավոր են եղել, մենք էլ հարսանքավոր ենք եղել։ Դե եթե իրանք կուզենան քավորությունը շարունակել, կառաջարկեն փողոցային պայքար, մենք պատրաստ ենք։ Պարոն նախագահ, հիմա ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունն է ավելի շատ մեծ, թե ցանկությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինչու ի վերջո այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվում։ Ես կարծում եմ ձեր հարցիատերը ուրիշ է։ Դուք արդեն կասկածում եք, որ ես քանի անգամ եմ հայտարարել, որ ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Իսկ եթե ազնապես ես երկու կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար։ Առաջին նպատակը իշխանափոխություն, երկրորդ նպատակը իմ ընկերների վերադարձը Բաքվի բանկերից։ Ես ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնի։ Քոչյանը դեմ չէ ստանձնել։ Նշեցիք, թե ինչ է հավանական այս ամբողջ ընթացքում, այդպես ասեցիք։ Հիմա խորհրդանու մեծությամբ երկրորդ ընդդիմությունը ասում է իր այդ հաստատների մեջ նշել էր նաև այն, որ իսկ կարող են ապահովել իշխող քաղաքացիական պայմանագրից այն անհրաժեշտ քանակը, որը պետք է միանա այդ նախագծին եւ կարողանան ընդունել ու հաստատել։ Հիմա այսինքն հավանական եք համարում, որ ԿՊ-ից կմիանան այդ 18 պատգամավորը եւ կընդունվի այդ նախագիծը։ Եթե ես սատարում եմ, եթե մենք իմ ընկերներով, իմ համախոհներով սատարում ենք այդ շարժմանը, ապա այդ տարբերակը մենք չենք բացառում։ Իսկ այդ ով է երաշխավորել, որ չի լինելու դա։ Դա ընդհանրապես ենթադրություն է, չէ՞, ասում են գնացեք ԿՊ-ին համոզեք, հետո մենք էլ կգանք։ Դե բայ եթե մենք ԿՊ-ին ամբողջովին համոզենք, էլ ուրիշները ինչի են պետք, էլի, չեմ հասկանում։ Անհասկանալի է։ Բացի դրանից, ես խնդրում եմ մեր, այսպես ասեմ, տարակարծությունները չսրել։ Մարդիկ ասել են, գնացեք 8 ստորագրություն բերեք, մենք մեր 28-ը տալու ենք։ Ես չեմ կարծում, որ իրենք իրենց խոսքից հրաժարվելու են։ Ընթացքին հետևեք, ուշադիր հետևեք, ինչպես իմ ինքերներից մեկն է ասում, ուշադիր, շատ ուշադիր, ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքը։ Հիմա տեխնացուկար, բայց այդ 8 ստորագրությունը հետո Մարոկյանը մեռավ ամեն օր ասելով, որ եկեք միացեք։ Հենա, զանգում եք պարոն Մամիջանյանին։ Ես հարցնեմ, երբ է ուղարկավորությունը։ Ինչ է նշանակում մեռա։ Նկատում եմ ջանքեր գործադրում շատ։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ես ներողություն, իրար դուք մի խանգարեք։ Ես ասեցի, որ մեր խմբակցությունը հայտարարություն արել։ Խնդրում եմ այդ հայտարարությունը նայեք, տեսեք, արդյոք այդ հայտարարությունը խոստանում էր կամ կանխատեսում էր կամ ինչ որ մեկին հնարավորություն էր տալիս մտածելու, որ եթե ինչ որ մեկին առաջադրեն, այդ խմբակցությունը սատարելու է։ Տենց բան չի եղել, չէ՞։ Խմբակցությունը ասել է քննարկելու են, քննարկել է եւ իր կարծիքը տեխնացուի մասին հայտնել է։ Ախր շատ բարդ process է։ Ասում եմ, եթե ուզում եք Նիկոլին հեռացնեք, հենա տեխնացուկա հազիվ շանս է առաջացելու։ Հեռացեք։ Մեկը ժամանակավոր է լինելու։ Հիմա այդ կլասիկին դեմ եք, ինչ չափանիշներ պիտի Մոդեռն տեխնացու եկող։ Ախր չափանիշը պետք է լինի նվազագույն բանը, ես չեմ ասում հիմա իմ մոտ գրած է թե ինչ չափանիշների, բայց մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ Հասկացել է, որ սխալ է։ Դու թող հանգիստ նստի էլի, որ մենք իրան չենք տանում դատում։ Մենք ասում ենք, որ դու չես կարող, որտեղ մենք տեսել ենք քո գործելավոճը։ Ուրիշ ինչ են ասել այս մարդը։ Իսկ եթե Քոչարյանի թիմից լինի, պարոն Սարգսյան, Քոչարյանը, մենք հայտարարել ենք։ Այո։ Իրենց իշխանությունը, իրենց միայն թե Նիկոլը։ Այո։ Բայց հենց Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության։ Ո՞վ ուզում է գա։
Ով ուզում է գա։ Այսինքն նույն դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ավելի վատ է լինել որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարիչը։ Ես այդպիսի կարծիք չունեմ։ Նախագահ process-ներին պետք է ակնկալել դրսի ուժերի աջակցություն, կոնսենսուս եւ այլն, թե չպետք է սпасել։ Գիտեք, որևէ դրսի ուժ առանց ներսի որևէ բան անել չի կարող։ Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, բայց ես չեմ տեսնում այսօրվա այս օժանդակությունը, այդ օժանդակությունը, այդ չափով, որ բավարար լինի, բայց վստահ եմ, եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միանշանակ կգտնվեն նաև տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, ովքեր սատարեն այդ շարժումը, ես դրանում չեմ կասկածում։ Այս համատեքստում Լավրովի այսօրվա հայտարարությունը, որ ազնիվ չէ իրենց մեղադրել Արցախը հանձնելու մեջ, իրենք այդ մասին լրատվամիջոցներից են տեղեկացել, արդյոք պետք է համարել պրոլոգ, որ ամեն դեպքում վստահություն չկա նաև այդ խոսույթը ձևավորող իշխանությունների հանդեպ։ Ես չեմ կարծում, որ դա Լավրովի այդ ասածը Կամ ռուսական զենքերի մասին հայտարարությունը։ Ոնց որ ասում են դրոշով թափահարում է, որ ստարտված է վազը գնացեք, ոչ, դա չեմ համարում, ես համարում եմ այդ հայտարարությունը արդարացի, բա եթե դաշնակիցն է մեր, բա եթե բանակցում էին եռակող, իսկ մենք շատ ենք, չէ, տարիներով ականատես ենք եղել այդ եռակող բանակցություններին, ու հետո գնում են մեկ այլ տեղ, մեկ այլ հայտարարություն են անում։ Արդյոք այդ բանակցության կողմերից մեկը չպետք է ասի, եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ինչ եք ուզում։ Բայց իրանք ասում էին աննուտրի դա։ Ասում էին։ Արդյոք ես դա արդարացնում եմ, չեմ արդարացնում։ Եվ մի հարցել օրինակ Արցախի